Պարոն Ասլանյան, մենք հիմա գտնվում ենք Վանաձորում, դուք այստեղ եք եւ կարծում եմ մի քանի ընտրատեղամասերում եք եղել։ Կուզենայի իմանալ ընտրախախտումների հետ կապված եւ ընդհանուր մասնակցության թիվը։ Մասնակցության թիվը բավականին բարձր է, կուզենայի ասել աննախադեպ, բայց ես ժամի դրությամբ չեմ ուզում, բայց բավականին բարձր թիվ է, ընտրատեղամասեր կան, որտեղ 800-900 մարդ է մասնակցում եւ ժամը 14:00-ի դրությամբ արդեն 700-720 մարդ էր մասնակցել մի 2-3 տեղամասում ու խախտումների մասին տարբեր ահազանգեր կան, ես մի քանիսին գնացել ինչ-որ փորձել եմ ճշտել, իսկ իմ անձամբ իմ ներկայությամբ այն տեղամասում, որտեղ ես եմ քվեարկում, հենց ներսում գտնվելիս արդեն քվեարկության ժամանակ տեսա, որ քաղաքացիներից մեկը դուրս եկավ քվեարկիչից եւ ասեց, որ տրցակի միջից տրվող բացակայում է թիվ 3 քվեաթերթիկը, բնականաբար սխալ ուղղվեց, բայց ինձ համար դա շատ վատ ահազանգ էր եւ ես հանձնաժողովի ներսում նաեւ վստահված անձանց ու հանձնաժողովականներին հորդորեցի այսուհետ ուշադիր լինել եւ քաղաքացիներին նման մանիպուլյատիվ կամ եթե նույնիսկ պատահականություն է, այլևս որպեսզի այդ պատահականությունները չկրկնվեն, կան բազմաթիվ եւ կուտակումներ նկատեցինք, բայց աշխատում ենք օպերատիվորեն արձագանքել, թույլ չտալ, որպեսզի խախտումներ դեղին։ Մենք ահազանգեր ենք անընդհատ ստանում վստահված անձանց հետ կապված, հատկապես ընդդիմադիր կողմի, ասում են, որ վստահված անձինք չեն աշխատում, չկան տեղում չեն։ Ես էլ եմ ասում, որ վստահված անձանց եւ հանձնաժողովականներին հորդորեցի, որ ուշադիր լինել, քանի որ այն թևերը, որոնք որ ցանկանում են ամեն կերպ ամեն գնով ընտրախախտումներ անել եւ որոնք ունեն այդ վարչական հնարավորությունները, որպեսզի նրանց ձեռքերը կապանքված լինեն եւ չկարողանան որևէ ընտրախախտում կատարել։ Նաեւ ինֆորմացիա ստացանք, որ Գյումրիում, պարոն Ասլանյան, այս պահին ձերբակալություններ է տեղի ունենում։ Ես էլ լրատվությունից իմացա, այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Լավ, շնորհակալ ենք։ Եթե հավելացնելու բան չկա։